Վարչապետը նաև վերցնում է կտակարանից հատվածներ է Ես օգտագործում։ կարող եմ կարդալ այդ հատվածը, նա ասում է Հիսուս մտավ տաճար, Մատթեոսից է վերցրած, դուրս հանելց բոլոր նրանց, ով տաճարի մեջ վաճառում ու գնումներ էին անում եւ մասնավորապես եւ նա նրանց ասաց. գրված է իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք արել այդ։ Իրականում Եկեղեցին եւ ճուլանացման մասին խոսեց, ճուլանի է վերածվում եւ հիմա էլ ավազակների որջ է։ Հա, ուրեմն տեսեք, այդ ավազակների պահով դեռ առաջի անգամ այդ եզրույթը կիրառել է հայ եկեղեցականների հանդեպ Վազգեն առաջինը։ Ուրեմն նա, երբ որ Երուսաղեմում գիտեք ինչ ապօրինություններ են տեղի ունենում հայոց պատրիարքարանում, երբ որ պատրիարքը ուրեմն բանի հետ, Իսրայելի վարչապետի հետ բաներ խաղում, թղթախաղ էր խաղում փողով, հա, այսինքն եւ պարտվում էր եւ տանուլ էր տալիս Ռոսլինի նկարները, հա։ Իհարկե դա կոծկելու համար ասում են, որ գողացել են Ռոսլինի նկարները եւ ուրեմն հետաքննություն էր Լուիս Սիմոնիից էլ ահագին փող են փոխել, որ հետաքննություն անեն, տեսնեն այդ ուր կորան հանգարց Ռոսլինի նկարները, հա։ Էլ չեմ խոսում այն միլիարդավոր հարստությունը, միլիարդավոր դոլարների հարստությունը, կալվածքները, որ տիրապետում է հայոց պատրիարքարանը Երուսաղեմի, դարերով կուտակված եւ ժառանգած, էլի շատ հեշտությամբ որպես անձնական բաներ օգտագործում էին, վաճառում էին, հա, Սիոն լեռան վրա հսկայական հողարկտոր վաճառեցին հрьяաներին եւ այլն։ Եվ այդ ամեն ինչը տեսնելով Վազգեն առաջինը ասում էր, որ եթե ես իշխանություն ունենայի, խաչակրած արշավանք կսկսեի Երուսաղեմի ավազակների դեմ, նկատի ունենալով հայոց պատրիարքարան են տեղի։ Հիմա այնց չի, որ այստեղ էլ նույն ավազակախումբը չի եկեղեցում նստած, այդ թվում, որի արմատները նաև Վազգեն առաջինից են գալիս այն ժամանակվանից, այդ KGB-ից է գալիս, հասկանում եք, որտեղ KGB-ին պետք էր ոչ թե հոգևոր մարդիկ լինեին եկեղեցում, այլ իրենց գործակալները։ Իսկ գործակալը ո՞նց կարող է հոգևոր մարդ լինի։ Գործակալը իր շահի համար ծախվել է ինչ-որ մեկին, տվյալ դեպքում KGB-ին, իր շահի այդ շահը նաև ֆինանսական շահն է, չէ՞, պատահական չի, որ այսօր ամբողջ եկեղեցական վերնախավը բիզնեսով է զբաղվում ու չեն էլ թաքցնում։ Ասում են, բա ինձ թագավորի պես պահեք, որ ես էլ ստիպված չեմ բիզնեսով զբաղվում։ Դա հայտնի բան է, տեսանյութ է, չէ՞, որ տարածված է, իրենք չեն էլ թաքցնում։ Գարեգին Կաթողիկոսի հետ էլ կապում են նաև, հա, այդ բիզնեսներ, տարբեր սուպերմարկետների ցանցեր եւ այլն, առաջ նաև բաների գծեր, հա, երթուղայինների գծեր եւ այլն։ Հա, այդ բոլորը գիտենք, հա, բայց վատը այն է, որ հասարակությունն է դա նորմալ ընդունում, հասկանում եք, որ այդպես էլ պետք է լինի, հա, բա ինչ պետք է անեն, բա կուսակրում պետքա չլինեն, բիզնեսով պետքա զբաղվեն։ Հիմա հեսա-քաղաքական ասպեկտին կանցնենք, իհարկե, մինչև քաղաքական ասպեկտը, բայց մի քիչ էլ դավանաբանական պահով մի երկու անդրադարձ անեմ, ես հեղափոխությունից հետո անդրադարձ արել եմ հայ եկեղեցու խնդրին ու ասել եմ, որ անհրաժեշտություն կա ռեֆորմների, ընդ որում դավանաբանական ռեֆորմների, մեծ հոդված ունեմ դրան նվիրված, ինչպես կառուցել նոր Հայաստանը, երբ որ այդ հանդես եկա այդ կոնցեպտուալ հոդվածով, դրանից բացի նաև հայկական քրիստոնեության մասին եմ խոսել, եւ այնտեղ ես ասում եմ, որ երկու բառով որպեսզի նկարագրեմ, հա, որտեղ այնտեղ բավականին մանրամասն է ներկայացված, ես ասում եմ, որ քանի դեռ հայկական քրիստոնեությունը չի առանձնացել կամ չի նվազեցրել գոնե հին կտակարանյան ազդեցությունը, իսկ հին կտակարանյան ազդեցությունը ինչ է, դա Եհովա Աստծու ազդեցությունն է, Եհովա Աստծուն նկատի չունեմ ինչ-որ պերսոնաժ, նկատի ունեմ արժեհամակարգ նախ եւ առաջ, դա մի Աստված էր, որ ասում էր, որ նախ ընտրյալ ժողովրդի գաղափարներ առաջ քաշում, որը բնականաբար հայերը չէին, այլ հрьяաներն էին։ Երկրորդը այդ ընտրյալ ժողովրդին կարելի էր ամեն ինչ, օրինակ Եգիպտոսից գերությունից ազատելու ժամանակ ինքը ասում է ձեր հարևաններից բոլոր ունեցվածքները ուզեք պարտքով, ասեք մի օրից կտանք ու փախեք, այդ վերցեք եւ գողացեք փախեք, կոպիտ ասած գողություն էր բանանում, հորդորում գողանալ հարևաններից, հա։ Կամ ասենք այնտեղ բազմաթիվ մեր բարոյական արժեհամակարգի տեսակետից բազմաթիվ անբարոյական խորհուրդներ է տալիս անբարոյականություն անելու այս կամ այն ուրեմն իր հետևորդներին, ընտրյալ ժողովրդին մի ամբողջ, ել չեմ խոսում ցեղասպանությունների մասին, որ ինքը հենց հրահարում էր, ասում էր գնացեք փղշտացիներին կամ ամալիկացիներին ամբողջությամբ ոչնչացրել, չէ, հատուկ ասում էր հանգարց նորածիններին չմոռանաք, բոլորին նորածիններին, նույնիսկ կենթանիներին իրենց բոլորին բնաջնջեք ոչնչացրեք։ Ցեղասպանության առաջի գաղափարախոսն է եղել այդ Եհովա Աստված եւ այլն։
Եվ երբ որ Քրիստոսը եկավ, ինքը որոշեց իհարկե փոխի այդ ամեն ինչ, որտեղ իր գաղափարախոսությունը, իր արժեհամակարգը արմատապես տարբերվում է, հերիք չի, ինքը հակադրվում է ըստ էության նախորդներին, չնայած ինքը ասում է, ես եկել եմ ոչ թե վերանայելու այդ ուխտը, այլ ամրապնդելու, ինչ որ այսպիսի բաներ ենք ասում, բայց իրականում ինքը լավ էլ վերանայում էր, ծերից ծեր վերանայում է ինքը նախորդ ուխտի, բայց չգիտես ինչի հետո ոնց որ ավետարանչական եկեղեցին հավասարազոր ընդունում այ կաթոլիկները բավականին սահմանափակեցին հետո 5 կտականի ազդեցությունը որպեսզի նաև հրեական ազդեցությունը այդ ամեն ինչի վրա նվազեցնեն հա ամենայն հարգանքով ցանկացած ժողովրդի հանդեպ հիմա հարցը այստեղ հանգարց չդիտարկվի որ հակասեմիականություն եւ այլն որովհետեւ այսօր հրեական շրջանակներում էլ շատ լուրջ վերանայումների բան է գնում այդ ընտրյալ ժողովրդի բացառակության եւ այլն այդ մոտեցումների դեմ հատկապես մտավորականության մեջ հրեական, հատկապես հրեական սփյուռքում, Միացյալ Նահանգներում եւ այլն, պատահական չի, որ Իսրայելի սիոնիստական այդ մոտեցումները նաեւ այս կոշտ վերաբերմունքը Գազայի բնակության հանդեպ Պաղեստինի եւ այլն բավականին ընդդիմության է առաջացնում, առաջ բերում նաեւ ամերիկյան հրեաների մոտ եւ աշխարհի շատ հրեաներ, հենց նույն Իսրայելի երևի մեծ մասի մոտ հասարակության, հա Հիմա, բայց այդ ամեն ինչով հանդերձ հայկական եկեղեցին ձևը գտել են ինչ են ասում են գիտեք ինչ կա, չէ, մենք այդ հինը վերցնենք, այդ 5 կտականի վրա հիմնվենք, այդ ընտրյալ ժողովրդի գաղափարն էլ ընդունենք, ուղղակի ասենք այդ առաջ էր ընտրյալ ժողովուրդը հրեաները, հիմա ընտրյալ ժողովուրդը դարել են հայերը, դա էլ որ ոնց են հիմնավորելու, ոնց են կապելու, բացի նրանից որ գիտեք երազումս տեսանք, որ Քրիստոսը եկավ, ասեց վերջ, այսօր արդեն ընտրյալ ժողովուրդը դուք եք, երազում էլ ովքեր պետք է տեսած լինեն, այն բիզնեսմենները, որոնք որ սուպերմարկետների ցանցեր են տիրապետում, հա, ասենք այնքան աբսուրդ է իրանց մոտ Գիտեք, քրիստոնեությունը ինքը բավականին շատ խոր բաներ ունեցող, հիմքեր ունեցող, շատ լուրջ ուսմունք է։ Իդեպ Քրիստոսի ուսմունքը եւ քրիստոնեությունը շատ տարբեր են, դա էլ մի ուրիշ պատմություն է, հա։ Քրիստոնեությունը ձևավորել է ըստ էության Պողոս առաքյալը։ Եվ հետո էլ ուրեմն եկեղեցու հայրերը, որոնք որ քվեարկությունները որոշում էին Քրիստոսը Աստված էր, թե Աստված չէր։ Գիտեք թե չէ։ Քվեարկությունով է դա որոշվել, ընդ որում այդ քվեարկության ժամանակ ծեծու ջարդ է եղել, ասենք, ու հաղթել են նրանք, ովքեր երևի ավելի մկանները ուժ են եղել, ծեծել են նրանց, ովքեր որ դեմ են եղել դրան։ Աստծո է թե Աստված։ Թե Աստված է, հա, այդ բանը հատուկ ժողովներ էին հրավիրում, քննարկում էին, որոշում էին, հեսա ճիշտ թե նա, ճիշտ արիականներ կային միջև արիանի, հա, այտենց հետո բաների դեմ էին, մեր Պավլիկյանների դեմ բան գնաց, միջև այդ մոնոֆիզիզմ եւ այլն, այդ բոլոր խմորումները եղել է տարբեր ժողովների քննարկումների եւ քվեարկությունների միջոցով։ Հիմա, բայց այդ ամեն ինչը բավականին լուրջ դավանաբանական հիմքեր է ունեցել եւ քրիստոնյան ինքը այդ ամեն ինչին պետք է տիրապետի։ Եթե քրիստոնյան համարում է, մարդ համարում է, որ ինքը քրիստոնյա է մենակ նրանով, որ գնացել է ինչ-որ մի հատ տեր, որը սպասում է, շտապում է, որ գնա բիզնես հանդիպման, արանքում ձեռի հետ ինչ-որ հոգեվոր ծառայություններ են մատուցում եւ մի երկու բան է իրեն պատմում Քրիստոսի մասին ու ինքը այդ լսելով այդ բանը ասում է, հա վերջ ես դառա քրիստոնյա, շատ սխալվում են մեր քրիստոնյաները, այդ չի քրիստոնյա։ Կնքվելը Չէ, այդ ծիսակարգը է, այդ հասկանալի է, այդ կարևոր բաներ են դավանաբանության մեջ, ծիսակարգի մեջ պետք է հետևել եւ այլն, եւ դա ավելի շատ մշակույթի մաս է, հա։ Կրոնի մասը, կրոնի բովանդակությունն է։ Հավատք եւ եկեղեցին եք դուք։ Այո, իհարկե, հիմա մարդու մեջ հավատքի կարիքը դրված է եւ եկեղեցին շատ դեպքերում եւ մենակ մեր եկեղեցին չէ, բոլոր եկեղեցին չարաշահում են այդ հավատքի պահանջը, այդ հավատքի պահանջի տակ հրամցնում են մի բան, որը կարող է կեղծ է, դու պետք է ուսումնասիրես։